Ասթմայի միջազգային օր։ Ինչի մասին է այն։ Ջինան ասթմայի միջազգային կազմակերպությունը, որ ամեն տարի թողարկում է ուղեցույցներ ասթմայի վարման վերաբերյալ, որոշել է այդ օրը նվիրել ասթմայի իրազեկվածության բարձրացմանը աշխարհում։ Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը ամբողջ աշխարհում նշվում է այդ օրը։ Այս տարվա կարգախոսն է դարձնել հասանելի ինհալացիոն դեղորայքը ասթմայով հիվանդ բոլոր անհատների համար, անկախ նրանց բնակության վայրից և սոցիալական կարգավիճակից։ Իսկ ինչպիսին է ներկայումս վիճակը Հայաստանում։ Ասթմայի համար կիրառվող դեղորայքները հասանելի են մեր դիսպանսերում հսկվող երեխաների համար, շնորհիվ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի աջակցության։ Պետք է ասեմ, որ ասթմայի ախտորոշման համար անհրաժեշտ հետազոտությունները ներկայումս ներառված են ապահովագրական համակարգում և ախտանիշների դեպքում այն է դժվարացած շնչառություն, հատկապես ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, ծխախոտի ծխի կամ այլ սուր հոտերի ազդեցությամբ, կրծքավանդակում սեղմելու զգացում, հազ, կարող եք դիմել ձեր առաջնային օղակի բժշկին և ստանալ ուղղորդում մասնագիտական կենտրոն ասթմայի ախտորոշման հետազոտություններն անցնելու համար։ Պետք է ասեմ, որ ներկայումս ապահովագրության մեջ ընդգրկված դեղերի ցանկում կա նաև ասթմայի համար օգտագործվող ինհալացիոն դեղորայք, ներառյալ նաև մեծահասակների համար։ Սա շատ ողջունելի է և ևս մեկ քայլ ընդառաջ է անում Ջինայի այս տարվա կարգախոսին՝ հասանելի դարձնել ինհալացիոն դեղորայքը ասթմայով հիվանդ պացիենտների համար։